Եվ բնականաբար ըստ այդմ պահեստազորից զորակոչված անձնակազմը, ինչպես նախատեսված էր համապատասխան պլաններով, իր խնդիրը չկարողացավ նաև այդ տեսանկյունից լուծել։ Առկա էր կարգապահական կառավարման մեծաթիվ խնդիրներ, երբ որ կառավարման խնդիրներին մասնակցում էին, առավել ևս որոշումներին մասնակից էին դարձնում մարդիկ, ովքեր այդտեղ պետք է չունեին համապատասխան կոմպետենտություն, բայց պարզվեց, որ նրանք էին իրավիճակը կառավարում եւ իրենք էին նաեւ ընդհանուր որոշումներում տոն ներկայացնում, այսինքն այս իշխանության պայմաններում հաղթանակ տանելու կամ հաջողություն ունենալու որևէ հնարավորություն պարզապես չէր կարող եւ ցավոք սրա հետևանքները արտահայտվեց ոչ միայն բուն 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն նախագծով հայտարարությամբ, այլ նաև հետևականորեն հաջորդի բերեց Արցախի հանձնմանը, հնարավորություն ընձեռվեց Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական հարձակումներին եւ 21-23 թվականների ընթացքում նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացման, այսինքն այն հանցավոր գործունեությունը եւ քաղաքական կուրսը, որ ունեցել է գործող իշխանությունը, պարզապես այլընտրանք չէր թողում այ ժողովրդին եւ Արցախյան հատվածում եւ Հայաստանյան հատվածում պարտություններ արձանագրելու, կորուստներ ունենալու եւ այս պահին էլ արկա իրողությունները այդ տրամաբանության ներքո են։ Պարոն Աբրամյան, Արցախի ամբողջական օկուպացիայով Ադրբեջանը լուծեց Արցախի հարցը, փակեց այդ
շրջանը Արցախի պատմության։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ կասի այս կամ այլ կառավարությունները, քաղաքական տարբեր գնահատականներ կհնչեն այս առիթով, ինչպես սրանից 3-4 տասնամյակ առաջ Արցախյան շարժումը ծավալվեց, արցախցիների ինքնորոշման իրավունքի թեման առաջին պլան մեղվեց այն պարագայում, երբ որ ինքը արցախցին որոշեց տնօրենել իր ճակատագիրը եւ միջազգային իրավունքի այդ պահին նաեւ խորհրդային օրենսդրության պայմաններում, քանի որ դեռևս խորհրդային միությունը չէր փլուզվել, դիմեց համապատասխան ընթացակարգերով process-ի։ Այլ բաներ, որ դրան Ադրբեջանը հակադրեց պատերազմը, որը 90-ականներին ծավալվեց եւ այդ process-ները գիտեք, միջև բերեց հասրեց մեր ժամանակահատված։ Ասածս այն է, որ քանի արցախցին պայքարում է, քանի հայ ժողովուրդը սատարում է այդ պայքարը, բնականաբար որևէ կառավարություն չի կարող այդ էջը փակել։ Դա կարող է հայտարարել որպես կառավարության քաղաքականություն, կարող է հայտարարել որպես կառավարության արտաքին քաղաքականության ինչ-որ կետ, բայց այս պարագայում քանի արցախցին եւ քանի հայ ժողովուրդը սատարում են այդ պայքարին, բնականաբար այդ էջը փակված չի կարող համարվել։ Շնորհակալ եմ։ Яздесь.